Բարև ձեզ հարգելի ունգընտիրներ եւ ագընտիրներ, Վանացյանի եթերով եւ թիմադեդրի էջով ցեզ հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Միջազգային Գարմիր խաչի Գոմիդեի բادվիրագության հետ Հայաստանի հաղորդակցության ղեկավար Զարա Ամադունի երեկ հայտնեց, որ Գարմիր խաչի միջազգային Գոմիդեի ներկայացուցիչները 24 եւ 25 դեկտեմբերին դեսակցած են Ադրբեջանի մեջ փանդարգված հայ ռազմակերիներուն հետ։ Ամադունի նշեց, որ այցելով խմբագին մեջ մաս կազմած է նաեւ բժիշկը։ Ուշադրության առանց կդարձած են առողջական հարցերը, կերիներու հանդեպ վերաբերմունքը եւ անոնց փանդարգության պայմանները, ըստ Ամադունի։ Ընտանիքներու կողմէ ծանրոցներ չեն փոխանցված, դեսակցությունը սահմանափակված է գազագերբության առանցին զրույցներով։ Ծանոթ է, որ Բաքուի բանջով միջազգային Գարմիր խաչի Գոմիդեին կորձունեությունը դադրած է Ադրբեջանի մեջ։ Զարա Ամադունին մանրամասնեց, որ այցելությունը գազագերբած է միջազգային Գարմիր խաչի Գոմիդեի Ժնևի գրասենյակը։ Այցելությունը նաև արդյունք է Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններու երկխոսության։ Պաշտոնական դեպիալներու համաձայն Բաքուի մեջ փանդարգված են 23 հայ ռազմակերիներ։ Անոնք ամիսները ի վեր կգտնվին մեգուսացման վիճակի մեջ։ Քանի օր առաջ հայտնվեցավ, որ Բաքուի մեջ փանդարգված հայ կերիներեն 70-ամյա Վաքիվ Խաչատրյանը հիվանդանոց ուղղված է։ Ադրբեջանական աղբյուրներու համաձայն լրջորեն վատ տարածած են անոր ինքնազգացողությունը եւ շնչառությունը։ Ան ունեցած է սրդի ցավեր։ Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեի հրավերով դեղի ունեցավ ընկերային հանդիպում ՀՕՀԻՏ Արցախի գարույցի անդամներու մասնակցությամբ։ Հանդիպումին ընթացքին ՀՕՀԻՏ-ի Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա Բուլուզյան զեկուցեց քաղաքական իրավիճակին մասին։ Քննարկվեցան նաև հարաճիգային նախադեсված աշխատանքները։ ՀՕՀԻՏ Արցախի գարույցի անդամները իրենց խոր մտահոգությունը հայտնեցին Արցախի թեմի առաջնորդի գեցվածքին համար եւ նշեցին, որ գեցվածքը կստեղծե անվստահության մթնոլորտ։ Ընկերային հավաքի ընթացքին քննարկվեցան նաև գազագերբական հարցեր։ Ներկաները հետաքրքրող հարցերեն մեկը Հայաստանի քաղաքացիություն ընդունելու ընթացքն էր, որ ըստ էության արհեստական խոչընդոտներու եւ անդեղի կաշկշուկի պատճառ կդառնա։ Բուլուզյան վերահաստատեց դաշնակցության վճռագամությունը Արցախյան հիմնահարցի արդար լուծումի համար գդարվող պայքարին եւ ներկայացուց այդ մասին գդարված աշխատանքները դաշնակցության զանազան գարույցներու եւ Արցախի իշխանություններու միջոցով թե ներքին եւ թե արտաքին ջագատներու վրա։ Հայ եկեղեցու թեմ պայքարի շրջակիցին մեջ երեք Հայաստանի կառավարությունը որոշեց լուծել Սուրբ Էջմիածինի շողագատ պատկերասպյուրի ընկերությունը։ Որոշումին մեջ նշված է. Այս նախագիծով կառաջարկվի լուծել հոգևոր մշակութային հանրային պատկերասպյուրի ընկերությունը։ Պագ բաժնեդիրական ընկերությունը, որուն լուծումի հիմք հանդիսացավ 24 հոկտեմբեր 2025-ի դեսալեսողական մամլո օրենքին մասին փոփոխություն կատարելու թիվ 329 օրենքը։ Հայտնենք, որ անցյալ ամիս ազգային ժողովը ընդունած էր քաղաքացիական պայմանագիր գուսակցության պատգամավորներ Սիսակ Կապրիելյանի եւ Թակուի Ղազարյանի առաջարկած փոփոխությունները, ըստ որոնց հանրային պատկերասպյուրի ալիքները 3-ին կդառնան 2։ Այս փոփոխության միակ նպատակը Սուրբ Էջմիածինը վնասելն է եւ ինտիմատիր թիրքերեն հանդես եկող պատկերասպյուրի գայանը փակելը։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գեգամ Մանուկյան Թիմադեդրյան կրառումով մնշեց. Ավարտած եմ պաշտպանության նախարարության հետ համատրումները։ Պատգամավորները արդեն գիտեն մեկնումի ուղղությունները, օրերը եւ ժամերը։ Հարաճիգա օրերուն ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավորները քանի օր պիտի ըլլան հայրենիքի սահմանի ամբողջ երկայնքի առաջնակիցին վրա։ Նոր դարվան արիտով զորակցելու եւ շնորհավորելու հայրենիքի պաշտպանության ծառայությունը կատարող զինվորները։ Անոնց բարդական ենք
այդ գիշեր մաղթանքներ եւ երազանքներ կատարելու, նշած է Քեղամ Մանուկյան։ Քաղաքական գիտություններով դոկտոր ուժանույթի հարցերու փորձագետ Վահե Թավթյան գրած է. Գիտեք, որ Հայաստան դարիներու ընթացքին Վրաստանի ջամփով կարիղ կստանա Թուրքիայեն 2018-ին 2020 ավելցած են Թուրքիայեն ներածվող կարիղի ծավալները 2019-ին հասնելով 24.3 միլիոն դոլարի։ Ներազումը շարունակված է նաև 2024-ին։ Ներածված 489.1 հազար տոն կարիղին 2.7% եկած է Թուրքիայեն, այսինքն 13.2 հազար տոն բենզին, ինչ որ գարժե 12.6 միլիոն դոլար։ Քաղաքագետ Արա Բողոսյանը գրած է. Ագնայի մեջ Բռնաբեդ Ալիև գրգին հաստատեց, որ անոր պահանջները Հայաստանի հանդեպ պիտի շարունակվին։ Ալիև մասնավորապես նշեց. Հիմա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կընթանա խաղաղության գործընթաց, որուն նախաձեռնողը եղած է Ադրբեջանը։ Առաջին առաջարկը եկած է Ադրբեջանի կողմէ։ Խաղաղության պայմանագիրի գեդերու հեղինակը եղած ենք մենք, ըսավ Ալիև։ Հատկապես եթե այդպիսի փոքր եւ ոչ հարուստ երկիրի թեմ, ինչպիսին Հայաստանն է, բաժամիջոցներ գիրարգվեին, ապա իհարկե որ գավարդեր Արցախի շրջապագումը։ Սակայն ոչ միայն բաժամիջոցներ չգիրարգվեցան, այլև ընդհանրակը ոմանք անվճար միլիարդավոր դոլարներով զենք տրամադրեցին Հայաստանին։ Ավելին Ալիև խոսեցավ այսպես կոչված խոչալույթ դեպքերուն մասին, հայտարարելով, որ իրենք չեն մոռնալ եւ չեն ուզեր մոռնալ։ Բռնաբեդ Ալիև իր ժողովուրդը կպատրաստե Հայաստանի հետ նոր փախումներու, իսկ Նիկոլը հայ ժողովուրդը կխապե գեղձ խաղաղության բարդացրանքներով, գրած է Բողոսյան։ Ռուսիա արտաքին գործոց նախարարության փամփեր Մարիա Զախարովը հայտարարեց, որ Ռուսիա կհետևի գործարար Սամուել Ղարաբեդյանի առողջության։ Մենք կշարունակենք հետևել անոր վիճակին եւ բարեկեցության։ Ղարաբեդյան 18 հունիսին կգտնվի գալանքի տակ։ Համազգայնի հայ գրթական եւ մշակութային միության Հայաստանի գրասենյակի նախաձեռնությամբ Երևանի մեջ Արցախի ներկայացության դահլիճներս դեղի ունեցավ Արցախ վտանգված ժառանգություն երալեզու պատկերակիրքի երկրորդ հադորին շնորհանդեսը։ Պատկերակիրքի առաջին եւ երկրորդ հադորները հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով կներկայացնեն Արցախի մշակութային ժառանգությունը, որ այսօր Ադրբեջանի կողմէ կոչնչացվի։ Արցախի 44-օրյա պատերազմին ետք համազգայնի Հայաստանի եւ Արցախի գրասենյակները նախաձեռնեցին այդ կարևոր հրատարակության, նպատակ ունենալով պատկերակիրքի տարածումի միջոցով աշխարհի ուշադրությունը սևեռել այն իրողության վրա, որ Արցախի մեջ վտանգված է հայկական մշակութային հետքը։ Արցախ վտանգված ժառանգություն պատկերակիրքը գազմված է հայկական ճարտարապետությունը ուսումնասիրող հիմնադրամի տնօրեն Ռաֆիկ Քորտոշյանի կողմէ, հիմնվելով հստակ փաստերու եւ մասնագիտական ուսումնասիրություններու վրա։ Քիրքին նպատակն է փաստարկված պատասխաններ տալ Ադրբեջանի գեղձ քարոզչության։ Շնորհանդեսը բացվեցավ համազգայնի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Արաքելյանի խոսքով։ Անտիդել դվավ, որ հավանաբար ժամանակին մենք արժանի ցևով չենք հագատրած Ադրբեջանի հագահայկական քարոզչության։ Երբ անդարիները իվեր գփորձեր աշխարհին ապացուցել, թե Արցախի մեջ հայկական հետք չկա, բայց այսօր իրավունք չունենք թերանալու։ Արցախի մեջ ոչնչացումի վտանգի տակ են հնամյա բազմաթիվ եկեղեցիներ եւ պատմական հուշարձաններ։ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյան իր ելույթին մեջ անդրադարձավ Արցախի հայության հավաքական վերադարձի եւ հայկական ժառանգության բավարարման հիմնախնդիրներուն, ընդգծելով, որ նման քիրքերու լույս ընծայումը եւ դարազումը այսօր ավելի քան երբեք կարեւոր է միջազգային դիվանագետներու հետ փաստարկներով խոսելու համար։ Ելույթներով հանդես եկան նաեւ պատմական գիտություններու դոկտոր պրոֆեսոր Վահրամ Փալայան, պատկերակիրքի հեղինակ Ռաֆիկ Քորտոշյան, ագաթեմիկոս Աշոտ Մելքոնյան, համազգայնի գետրոնական վարչության անդամ Արտաշես Շահբազյան, Արցախի մարդու իրավունքներու պաշտպան Քեղամ Ստեփանյան եւ բանասիրական գիտություններու դոկտոր Հայգազուն Ալբերտյան։
Հովանավորությամբ Պերիո հայոց թեմի առաջնորդ Մագար arczepiskopos Աշկարյանի հանդիսավոր արարողությամբ բացումը կատարվեցավ Արամ Մանուկյան ժողովրդային դան վերանորոգված ու բարեզարդված սպիտակ երիտասարդական ջասասրահին։ Բացման արարողության սրբազան հորգողքին ներկա եղան հայ-ավետարանական համայնքի պետ վերաբադվելի դոկտոր Հարություն Սելիմյան, հոգևոր հայրեր, Պատկան Մարմինի ներկայացուցիչը եւ ազգային վարչության ադենաբեդը։ Հոմի եւ հոմենտմենի գետրոնական վարչություններու ներկայացուցիչները, Պերիո հայոց թեմի ազգային մարմիններու եւ Հալեբահայ միություններու ներկայացուցիչները եւ Արամ Մանուկյան ժողովրդային դան խնամակալությունը։ Բացման խոսքով Սևանա Հալաջանբաբիկյան Արամ Մանուկյան ժողովրդային դան խնամակալության անունով բարիկալուստ մաղթեց ներկաներուն եւ շնորհակալություն հայտնեց երկրաչափներ Ռոբերտ Շալաբիի եւ Սևան Սալախյանի, որոնք սիրահոժար գամավորապար ստանցնեցին սպիտակի բարեզարդումը։ Այս արիտով շնորհավորական խոսք ուղեց Պերիո հայոց թեմի բարեչան առաջնորդ Մագար arczepiskopos Աշկարյան, ասելով իսկապես հոգի ցնծացնող բահ է ըմպոշխնել բացումը այս սրահին, որ արդիականացած քեղեցիկ պատկերով ու հայկական հոգիով կներկայացվի մեր ժողովրդին, հատկապես երիտասարդներուն, որբեսի ունենան ամեն տեսակի արդիական սարքերով, համագարկիչի սրահով ու խաղավայրով օժտված վայրը, հանկիստ սկալ ու անգաշկանտ մթնոլորտի մեջ իրենց հանկիստն ու մդերմիկ զրույցները վայելել։ Աբա Մագար arczepiskopos շնորհավորեց բոլոր անոնց, որոնք իրենց ներդրումը բերին այս սրահին բացումին։ Մանավանդ գլխավոր երկրաչափներուն եւ բարենորոգման աշխատանքներուն հսկող երկրաչափ Գարեն Թյութունջյանին, նաեւ այն հաստատության, որ պատրաստ է օժանդակել նման ծրագիրներու։ Մագար սրբազան մաղթեց, որ նման աշխատանքներ շարունակվին, որբեսի ծառայեն նոր սերունդներուն եւ ժողովրդին։ Այնուհետև Սևանա Բաբիկյան հրավիրեց խնամակալության ադենաբեդը, որբեսի սրբազան հոր եւ իր ցերամ խորհրդանշական հուշանվերով բարգեւադրեն երկրաչափներ Ռոբերտ Շալաբին եւ Սևան Սալախյանը։ Ավարտին ներկաները շրջեցան Քեղազարդ ջաշասրահին մեջ եւ վայելեցին սպիտակ խոհանոցի նոր անձնագազմին կողմէ պատրաստված հյուրասիրությունը։ Հարկելի ունգընտիները վագանտիրներ, վանացայնի եթերով եք դիմադրի էչով, ցեզի հետեին ցայնը աղորդավար Անտոնին եւ Ներսեսը։ Մնացեք միշտ վանացայնի ունգընտիր։